Ահա ընկերներ, այսպիսի փափուկ պանրալոշիկներ կամ խաչապուրիներ, հա, կարող ենք պատրաստել թավայում շատ արագ։ Պատրաստելու ենք շատ ծույլ խաչապուրի։ Ինչի ծույլ, որովհետև կարելի ասել պատրաստվում է ընդամենը 10 րոպեվա ընթացքում թավայի վրա։ Ինչ է մեզ անհրաժեշտ լինելու։ Մածուն, 1 թեյի գդալ սոդան լցնելու ենք մեջը, այսպես խառնենք եւ լցնենք մեր ձեթի վրա։ Ավելացնելու ենք ձեթ, այնուհետև ավելացնելու ենք ալյուրը, որպեսզի ստացվի ձեռքերին չկպչող խմոր։ Վերջ։ Այսքան բան։ Ահա, ստանում ենք այսպիսի խմոր։ Տեսեք, ձեռքերին չի կպնում։ Բաժանում ենք 4 հավասար մասերի։ Այսպես։ Եվ վերածում ենք գնդերի։ Քերիչով անցկացված պանիրի վրա ավելացնում ենք 1 հացու եւ խառնում ենք իրար։ Վի հետ խառնած պանիրը նույնպես 4 հավասար մասերի ենք բաժանում։ Մեզ հարմար տարբերակով կրտնագում ենք խմորը։ Այսպես։ Այնուհետև կենտրոնում դնելու ենք մեր պանրիկները, պանրե գնդիկները։ Ու հետո փակելու ենք եզրերը։ Այսպես։ Վերջ։ Շոր ենք տալու հակառակ ուղղությամբ եւ բացելու եք նրբորեն, հասկուշորեն բացելու եք այնքան չափ, ինչ չափի ուզում եք, որ ձեր խաչապուրիները լինեն։ Վերջ։ Այսքան բան։ Այսպես վարում ենք բոլորի հետ։ Մեր լոշիկները պատրաստ են, իսկ հիմա այն տեղափոխում ենք թավայի մեջ։ Տեսնում ենք, որ արդեն ուռել է եւ տակը կարելի ասել արդեն պատրաստ է։ Կարող ենք զգուշորեն շրջել։ Այ այսպես։ Եվ սպասենք մյուս հատվածն է նույն կերպ կարմիրի։ Մեր պանրե լոշիկները պատրաստ են։ Այնուհետև ինչ ենք անում։ Վերցնելու ենք կարագը մի փոքր կտոր եւ քսելու ենք երեսին, որպեսզի փափուկ լինի։ Նույն կերպ վարվելու ենք մյուս կողմի հետ։ Այ այսպես։ Ընկերներ, նաև ուզում եմ մի բան նշել, անկախ նրանից դուք կորոշեք ոչ խորը թավայում անեք ինչպես ես, թե խորը թավայում անեք, կափարիչով անեք, թե ոչ, բայց հաշվի առեք մի բան, որ անպայման ձեր թավան լինի չկպչուն, հա, մակերեսը, ինչու, որովհետև մենք ոնց նկատեցիք, ոչ ձեթ ենք անելու ոչ մի բան, հա, հենց այնպես մաքուր թավայի վրա, տաք թավայի վրա դնում ենք խմորը։ Կարող եք բաղադրատոմսով կիսվել ձեր ընկերների հետ, ինչպես նաև դուք ինքներդ փորձել եւ կարող եք բաժանորդագրվել իմ ալիքին, որպեսզի չկորցնեք հետաքրքիր բաղադրատոմսեր։